Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս 1 տարով։ Ազգային ժողովում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով կառավարությունը սրանով նպատակ է դրել խթանել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումը։ Ընդդիմադիր պատգամավոր Արտուր Խաչատրյանն էլ իրավիճակը խայտառակ է որակել, ասել է պետությունը հարկահավաքների փողերը ուղղում է ինչ-որ բիզնեսներին, որպեսզի այդ բիզնեսները մեքենան մտցնեն Հայաստան առանց ավելացված արժեքի հարկ վճարելու և Հայաստանից արտահանեն։ Ազգային ժողովում քննարկում է նաև առողջության համընդհանուր ապահովագրության և կից նախագծերի փաթեթը։ Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, սրանով Հայաստանի բոլոր քաղաքացիներին միավորում են մեկ ապահովագրական զամբյուղի մեջ, որպեսզի հավասարակշռեն բոլոր քաղաքացիների առողջական, ֆինանսական ռիսկերը։ Նորից պիտի շեշտադրեմ, որ այն համընդհանուր է, այսինքն ներառելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու բոլոր քաղաքացիների և ամեն անհատի ողջ առողջապահական կարիքները, այլ ուղղված է հիմնական հիվանդացության և մահացության բեռ հանդիսացող վիճակների, հիվանդությունների մեղմանը, դրանց առողջապահական ամենալավ արդյունքների ապահովմանը։